Աստված հավատարիմ է, Դեյվիդ Վիլքերսոն, օր մայիսի 29։ Մեկ անուն և խավարը կանհետանա։ Պողոսն ասում է, որովհետև մենք նրանով ենք ապրում և շարժվում և կանք։ Գործք 17-28 խոսք։ Աստծո յուրաքանչյուր ծառա ապրում է շատ նեղ շրջանակի մեջ։ Մեր կյանքը, մեր յուրաքանչյուր քայլը, մեր գոյությունը սահմանափակված են միայն Քրիստոսի կամքով։ Քրիստոսից բացի ոչինչ չիմանալու համար անհրաժեշտ է շարունակական հայտնության հոսք Սուրբ Հոգու կողմից։ Եվ քանի որ Սուրբ Հոգին գիտի Աստծո միտքը, քանի որ նա է քննում Հոր խորը և թաքնված բաները, քանի որ նա պետք է լինի կենդանի ջուրը, որը բխում է աղբյուրից, ապա հոսող ջրի աղբյուրը պետք է լինի Քրիստոսի շարունակական և անվերջ հայտնությունը։ Եվ դա սպասում է Տիրոջ յուրաքանչյուր ծառայի, ով պատրաստ է սպասել նրան լուռ, հավատքով և հավատալով ու վստահելով Սուրբ Հոգուն Աստծո միտքը հայտնելու համար։ Այսօր մենք կարիք ունենք լսելու Աստծո խոսքը իր եկեղեցու համար, խոսք ասված ճիշտ ժամանակին, ճշմարիտ և կենդանի հայտնություն, որը խոսում է մեր ժամանակների համար։ Սամուելը նման խոսք ուներ Աստծուց, և ամբողջ Իսրայելը գիտեր դա։ Երբ Սամուելը խոսում էր, երկրի բոլոր ձայներից միայն իրենն էր հնչում հզոր, և ոչ մի խոսք գետնին չընկավ։ Այսօր բազմաթիվ մարդիկ փորձում են զտել բոլոր ձայները, լսելու Աստծո պարզ խոսքը։ Ամբողջ աշխարհը խավարի մեջ է, և միայն լույսը կարող է ցրել այս խավարը։ Միայն Քրիստոսն է լույսը, ինչպես Պետրոսն է ասում, և մարգարեական ավելի հաստատ խոսք ունենք, որ եթե նրան մտիկ անեք, լավ կանեք, ինչպես մի ճրագի, որ լույս է տալիս մութ տեղը։ Բ Պետրոս 1:19 խոսք։ Որովհետև Աստված, որ ասեց, թե խավարիցը լույս ծագի, ինքը մեր սրտերի մեջ ծագեցրեց Աստծո փառքի գիտության լուսավորությունը տալու համար Հիսուս Քրիստոսի դեմքումը։ Բ Կորնթացիս 4:6 խոսք։ Միայն ձեր բարի գործերը չեն ցրի խավարը, և մեր հանրային ծառայության քարոզներն էլ չեն ճեղքի այն, նույնիսկ ձեր անձնական փորձը չի օգնի դրան։ Ամբողջ խավարը անհետանում է Աստծո փառքի լույսի ներքո, որը արտացոլվում է Հիսուս Քրիստոսի դեմքում։